Անցյալ տարի մենք երկու աղջիկ պացիենտ ունեցանք, մեկը 15 տարեկան, մյուսը 16։ Հայրը տղային կապել էր պատվալում ռադիատրից, որ ասենք, բայց դա օգուտ չի տալիս էլի։ Պահածո է բերվում, մի ամբողջ ֆուր։ Մի հատ միլիտրանոց տարայի մեջտեղերը դրած թմրամիջոցն է։ Դա գտնելը ահավոր բարդ է իրական։ Դու որ նայում ես մարդուն, դու չես հասկանում ինչա գտնում, բայց իր աշկերը փոխված են։ Ի տարբերություն ալկոհոլի, մարիխուանայի ազդեցությունը բացարձակ անկախատեսելի է։ Կիմարիտ են ասում դրան։ Խոմար։ Օպիոիդ գործածողները աշխարհը զարգանում է, այդ մարդուն թմրամոլ նարկոման ասել էլ տեղին չի։ Ողջույն, եթերում Զորաց զրույցն է, ես Արմեն Աթալյանն եմ։ Ես Ավետիք Թեմքերոպյան։ Եվ այսօր մեր հյուրը Սուրեննա Նազինյան, կախվածությունների ազգային կենտրոնի տնօրենը, Նախկինում 10 օր արդեն արձակուրդի մեջ է։ Բժիշկ նարկոլոգ։ Այո, եւ թմրաբան է, եւ կախվածությունների ոլորտի մասնագետ է, Սուրենը սուպեր ֆանտաստիկ մասնագետ է, չգիտեմ, իմ ճանաչած այն քիչ մասնագետներից է, որը կարողանում է պարզ մատների վրա բացատրի խնդիրները, որոնք առկա են իր ոլորտում։ Շնորհակալություն հրավերի համար։ Այսօր մենակ ոլորտում չեն այդ խնդիրները առկա, պետք է ասենք, հա, ընդհանրապես հասարակությունում են այդ խնդիրները առկա։ Գիտենք, որ թմրանյութերի գովազդը համարյա անարգել տարածվում է Telegram-ներում եւ այլ հարթակներում, գիտենք, որ բարձր ամբիոններից նույնիսկ գովազդում են կամ սպառնում են մեզ, որ SIS-ա թեթև թմրանյութերի կամ այսպես կանեփի կամ նմանատիպ թմրանյութերի օգտագործումը ազատականացնելու են, հանցագործությունից վերացելու են նորմի եւ կուզենք դրա մասին այսօր խոսել։ Հա, իսկականից ես ենթադրում եմ, որ արդեն ինքը դառնում է ազգային անվտանգության մակարդակի խնդիր։ Տենց էլ կա իրականում, դա ասեմ ձեզ, որ մենք մեր գործունեության ընթացքում, գոնե վերջին 5.5 տարիների ընթացքում, երբ որ ես ղեկավարում եմ կախվածությունների բուժման ազգային կենտրոնում, տենց էլ շարունակվելու է հետագայում, քանի որ ես ոլորտից դուրս չեմ եկել ու դուրս չեմ էլ գալու, մենք իհարկե մեր համապատասխան ուժային կառույցների հետ միշտ շատ արդյունավետ փոխհարաբերվել ենք բոլոր առումներով, բոլոր ուղղություններով, իհարկե պացիենտների գաղտնիությունը պահպանելով, այսինքն եթե անհրաժեշտ է եղել ինչ-որ կոնկրետ թմրամիջոցի վտանգների մասին միասնական կամ համալիր տեղեկան կազմել, ներկայացնել կառավարությանը կամ ընդհանրապես տարբեր ուղղություններով մի խոսքով շատ արդյունավետորեն պայքարել ենք, ինչ վերաբերվում է թեթև ճակերտներով ասած թմրամիջոցների օրինականացման խնդրին, որը իրականում արդեն միշտ այդ խոսակցություններ եղել են, դրա պատճառն է, որ ասեմ որտեղից է գալիս, որտեղ աշխարհի մի քանի երկրներ մարիխուանայի շրջանառություն լեգալիզացրել են, բայց դրանք իրականում մատերի վրա հաշված երկրներ են, կարամ թվեմ։ Առաջինը դա իհարկե Նիդերլանդներն է, բայց որտեղ կոնկրետ մարիխուանայի գործածումը օրինական է, կոնկրետ որոշակի վայրերում, որտեղ նախատեսված է դա գործածել, ասենք փողոցում չես կարելի ծխելով գնաս։ Հետո Կանադայում ԱՄՆ մի քանի նահանգներում 12 կարծեմ այսօրվա դրությամբ Ոչ տեղերում նույնիսկ օրինական կերպով կարելի աճացնել։ Ես գիտեմ, որ Կոլորադոյում, ԱՄՆ, Կոլորադո, Վաշինգտոն, Կալիֆոռնիա, երբ որ խոսակցություն է գրվում, գնում որ ԱՄՆ-ում, բայց ԱՄՆ-ում ասեմ ձեզ, որ իրականում նահանգների մնացած մասում լեգալիզացված է բժշկական THC-ն, այսինքն մարիխուանան պարունակվող հոգեակտիվ նյութերը, բայց բժշկական նպատակներով կիրառություն, այսինքն բժշկի դեղատոմսով է դա դուրս գրվում։ Այդ 12 նահանգում օրինականացված է նաև Կանադայում, Ուրուգվայում, ասենք։ Ասեմ, պարզ ասեմ, այդ բոլոր երկրները իրանք որոշակի հիմնավորումներ ունեն լեգալիզացնելու առումով ու ես վստահեցնում եմ, որ այդ երկրներում մարիխուանայի լեգալիզացման պատճառները վստահաբար իրանց ժողովրդին ուրախություն պատճառելով չպայմանավորված։ Որոշակի երևի քաղաքական նպատակներով լոբինգ եւ այլն, լոբինգ կարող է, չեմ կարող ասել լոբինգի պահը, վստահաբար ես ավելի շատ մտածում եմ, որ դա զուտ չոր հաշվարկ է։ Ավելի հեշտ է օգտագործել, քան թե պայքարել դրա դեմ։ Որ այո, զուտ ռեսուրսներ չծախսեն մարիխուանայի ապօրինի շրջանառության դեմ, այլ այդ ռեսուրսները ուղղեն ավելի ծանր, այսպես ասած, ավելի բարձր կախվածություն առաջացնելու ու ավելի վտանգավոր թմրամիջոցների պայքարի դեմ։
Բայց այդ բոլոր երկրները, որ մենք դիտարկենք, օրինակ Կանադան, չէ, ինքը մեծ մի հոսքեր ունեցող պետություն է, նույնը վերաբերվում է Ուրուգվային, որը ծովափնյա, այսինքն Ատլանտյան օվկիանոսի ափին գտնվող պետություն է ու նավահանգիստներ ունի, որոնք բնականաբար հարավային Ամերիկայից դեպի Եվրոպա ու այլ տարածաշրջաններ թմրամիջոցների, հատկապես կոկայինի, տարանցիկ լրջագույն ուղի է ինքը։ Նույնը վերաբերում է Պորտուգալիային, մոռացա, նույնը վերաբերում է Հոլանդիային։ Այսինքն, այս են երկրներն են, որտեղ թմրամիջոցների մուտքը շատ ավելի դժվար վերահսկելի է, քան օրինակ նույն Հայաստանում։ Ինչ վերաբերում է մարիխուանայի վնասներին, հատուկ ասեմ, որ մարիխուանան ՄԱԿ-ի կոնվենցիաներով, համապատասխան կոնվենցիայով 1961 թվականի կոնվենցիայով համարվում է թմրամիջոց, համարվում է հոգեներգործություն նյութ կախվածություն առաջացնելու պոտենցիալով։ Բացի այդ, մարիխուանան թմրամիջոց է համարվում նաև մեր ներպետական իրավական ակտերով, ու ստեղ արդեն եթե մենք խոսենք արդեն առողջության վրա ունեցած վնասներից, մենք բազմիցս խոսել ենք դրա մասին, որ մարիխուանայի ազդեցությունը շատ անկանխատեսելի է։ Անվնաս չի ամեն դեպքում, բացարձակ Ինչպես փորձում են ներկայացնել, որ մի անգամ քաշեցիր դրանով ավարտվեց, անվնաս չի, կախվածություն էլ առաջացնում է։ Այո, ավելին ասեմ, մեկ անգամյա գործածումը անգամ կարաբերի կարող է բերել միանավակ գործածումը փսիխոցիկ խանգարման առաջացման։ Ընդհանրապես, երբ որ մենք մարիխուանա ազդեցությունից խոսում ենք, վստահաբար մարիխուանա գործածող անձինք կհամաձայնվեն իմ հետ, որ մարիխուանա առաջացած ազդեցությունը կարելի ասել նախապսիխոզ է կամ կարճատև փսիխոցիկ խանգարում, օրինակ նույն ժամանակի նկատմամբ պապակողնորոշումը, որ մարիխուանա գործածության անմիջապես հետո առաջանում է կամ որոշակի կարգին հատման մեջ էր, չէ՞, որ քաշում է, ասում է գիտակցության լայնում կոչված է, չէ՞։ Նստած ես, ասում է դու սարի դու ստապ է։ Գիտակցության լայնում կոչված է, այսպես լեգենդները, որ պատտվում են։ Չէ, միանշանակ ինքը բացի այդ օրինակ նույն վախը, որ շատ արագ կարա դառնա, ասենք, հետապնդման զառանցանք։ Ու մենք տեսել ենք, որ մարիխուանա օգտագործող մարդկանց մոտ օրինակ ծափ ես ուժեղ տալիս, sense բան ուժեղ ձայն են լսում։ Բնական է, որ ինքը վնասակար ու սրան հավելեմ, որ ինքը նաև ունի կախվածություն առաջացնելու պոտենցիալ, մենք ունեցել ենք պացիենտներ THC-ից կախվածություններով ու տեսել ենք։ Ոստեղ շատ ավելի կարևոր մի հատ կարևոր հանգամանք կա, որ լեգալիզացիայի դեպքում ընդհանրապես դեռահասների օրգանիզմի վրա ինքը ուղղակի ունենում է անդառնալի հետևանքներ, հատկապես կենտրոնական նյարդային համակարգի վրա։ Առաջինը դա, այսինքն նոր զարգացող, այսպես ասած, կենտրոնական նյարդային համակարգի վրա ինքը ուղղակի անդառնալի փոփոխություն է առաջացնում, քանի որ մի քիչ sense էլի բժշկագիտորեն ես խորանամ, մարիխուանայի ընկալիչները, THC ընկալիչները, որոնց վրա ինքը ազդում է, տեղակայված են CB1 ընկալիչները, երկու տեսակի ընկալիչներ կան, CB1 եւ CB2, կանաբինոիդային 1 եւ կանաբինոիդային 2 ընկալիչներ։ CB1-ը տեղակայվում է մարդու գլխուեղում, կեղևի հատվածում, միջանկյալ ուղեղում, նշաձև կորիսկա այդտեղ ուղեղիկում։ Դուք պատկերացրեք, որ ինքը թիրախորեն ազդում է այդ հատվածների վրա։ Ու ես կարող եմ նաև փաստել համաեվրոպական հետազոտություններ իրականացվել, հիմա թիվը չեմ հիշում կոնկրետ, բայց գլխուեղի MRT էին արել, մագնիսառեսոնանսային տոմոգրաֆիա էին իրականացրել 700-ից ավել երեխան դեռահասների շրջանում, մի հատ 15 տարեկանում, չէ, մի հատ 15 տարեկան, մի հատ էլ կարծեմ 5 տարի հետո կամ 14-5 տարի հետո։ Ու 5 տարվա կտրվածքով ընդ որում 50-50 հարաբերակցությամբ գրեթե աղջիկներ եւ տղաներ 700-ից ավել ընտրանք էին ձևավորել ու 5 տարվա, այսինքն այդ մարիխուանա գործածող երեխաների շրջանում ու պարզվել էր, որ 5 տարի անց այդ երեխաների գլխուեղում իրականում լրջագույն փոփոխություն են տեղ ունենում ախտաբանական, որոնք կարող է փսիխոզի չհանգեցնեն, բայց դրանք առաջացնում են հմտությունների, սովորելու հետ կապված խնդիրների, նաև կարող փսիխոզ կոգնիտիվ խանգարումներ, այսինքն միանշանակ կոգնիտիվ ֆունկցիայի խանգարումներ, ուղեղի հետ կապված խնդիրներ, միջանկյալ ուղեղը ինքը պատասխան։ Դանդաղ են դառնում, դանդաղ հասկացող, դանդաղ մտածող։ Այո, իհարկե, միանշանակ դա անկարունակ, առաջին հերթին անկարունակ, այսինքն նոր գիտելիք յուրացնել, նոր փորձառություն ձեռք բերել։ Դա մինիմում, նվազագույնը դա։ Այդ խոսքը մենակ էլ է դեռ կոգնիտիվի մասին, իսկ այն ինչ որ գնում է արդեն մնացած համակարգերի, օրգան համակարգերի վրա ախտաբանական ներգործությունը, դա արդեն ուրիշ է։ Լավ, կարևորը սա էր, դրա համար ասացի։ Հաջորդ օրինակը, էլի հետազոտական Կանադայում էր դա արվել։ Ուրեմն մահվան ելքով ավտովթարների դեպքում, որ մարդ օրգազմի կենսամիջավայրում
հայտնաբերված առաջին նյութը դա ալկոհոլն էր եղել, երկրորդը հենց տետրահիդրոկանաբինոլը, մարիխուանան։ Ուզում եմ ասել, որ ինքը իհարկե նաև այս առումով է շատ վտանգավոր, այնտեղ բազմաթիվ հետևություններ կան մարիխուանայի վտանգների մասին։ Ինքը ռեֆլեքսների վրա չի ազդում, այնքան որ հանգստացնում է եւ այլ, ի տարբերություն ալկոհոլի, չէ՞, միշտ ընդունված է համարել, որ ալկոհոլը ագրեսիվացնում է, իսկ կանեփը հակառակը հանդարտացնում է եւ այլ, այդքան էլ այդպես չի։ Դե ամեն նյութ իր ազդեցության մեխանիզմն ունի, իր ազդեցությունները տարբերվում են։ Ես ընդունում եմ, որ ալկոհոլը շատ ավելի ագրեսիվ, հավանական ալկոհոլ գործածած մարդը ավելի հավանական է, որ ագրեսիվ կլինի, բայց սենց հայեմատություններ անցկացնել ես կարծում եմ սխալ է։ Ես էլ կարող եմ ասել, որ ասում են թմրանի բանի, կանեփի տակ երբեք մարդուն չի սպանում։ Դե այդ գիտես ինչ։ Բայց ունեցա թաքնված գովազդներ են։ Ասում են այն բանը չի, օրինակ մետամֆետամինը չի, հա, մետամֆետամինը։ Դե դրա համար եմ ասում, հայեմատությունները իրականացնել սխալ է, այստեղ ես կարամ շատ մի հատ կարևոր բան ասել, ի տարբերություն, ես ալկոհոլը չեմ գովազդում, էլի չարիք է ալկոհոլը, մարդկության համար, բոլորի համար, նաև դեռահասների համար հիմա սկսել են չարաշահել։ Բայց ես շատ կարևոր բան ասեմ, որ ի տարբերություն ալկոհոլի, մարիխուանայի ազդեցությունը բացարձակ անկախատեսելի է։ Այսինքն չգիտես ինչ կլինի։ Այո, չգիտես մարդը ինչ վարքագիծ կդրսևորի։ Իսկ ինչ խանգարում կդրսևորվի։ Այո։ Այդ խանգարումը կարող լինի հենց այդ հետապնդման դեզարանցանքը, խանգարումը կարող լինի խոճապ, հանկարծակի խանգարումը կարող է լինի տարատեսակ։ Դու չգիտես, ասենք որտեղ կխփի։ Որ թաքնված խանգարումը ի հայտ կգա մի անգամից։ Գումարած դրան, ես որպես լրագրող շփվել եմ շատ թմրանյութ օգտագործողների հետ տարբեր տարիների տեսանյութեր են պատրաստել ու միշտ կյանքի բանն է այդ ճանապարհային քարտեզն է ուզում հասկանալ այս կետին հասնելու միշտ բոլորը ասում են որ դե սկսել ենք կանեփից հիմա օրինակ չգիտեմ մորֆ եմ անում հիմա բան եմ անում սուբոտեքս եմ անում հիմա էս եմ անում հիմա այն եմ անում բայց բոլորի սկիզբը միշտ եղել է կանեփը մեկնարկային թմրամիջոց ենք հանդիսանում Հա, այսինքն ոչ մեկ չի վերցնում միանգամից գերային անում, էլի։ Այդ խնդիրն էլ կա։ Կարող է ինչ-որ մեկը սկզբից գերային լինի, բայց հարցը այն է, որ օրինակ հիմա տես այս խոսակցությունը, այս անընդհատ թաքնված գովազդը, որ տեսեք համեմատաբար անվնաս, ագրեսիա չի առաջացնում, կախվածություն չի առաջացնում, ընդ որում շատ վաղուց տարածված էր այդ կարծիքը, որ կանեփը կախվածություն չի առաջացնում, մարիխուանան, ասենք կարելի է մի անգամ քաշել ու թողնել առանց որևէ բանի, բայց այս երկարատև հետազոտությունները ցույց են տվել արդեն ու շատ լավ ասվեց այն բանի մասին, որ այստեղ խոսքը պետք է երկարաժամկետի մեջ նայես, տեսնես թե ընդհանրապես ինչ տևական ազդեցություն կարող է դա ունենալ եւ մեկ անգամի օգտագործումը եւ տևական օգտագործումը ու բազը դարձել մի բան, որ այն ցանկացած բան, որը որ տևական օգտագործում ես, անվտանգ անհետևանք չի անցնում, հա։ Իհարկե ճարպոտ ուտելիքն էլ, կանեփն էլ, մնացած ամեն ինչն էլ, հա, եւ նաեւ ալկոհոլն էլ։ Բայց ամենակարևորը հետեւյալն է, որ այսօր թաքնված գովազդ են անում, այս օրինականացման խոսակցությունով, որ տեսեք, հեսա շուտով դա դառնալու է օրինական, հանգիստ կարող եք օգտագործել, ոչ մի վտանգ վնաս կամ բան չկա, պատիժ, պատժի սպառնալիք չկա եւ այլն, բայց ինչ են անում դրանով։ Հենց թիրախավորում են մեր հասարակությունը եւ ամենաառաջին հասարակության ամենախոցելի հատվածը դեռահասներին։ Հա որոնց մոտ դեռ այդ գիտակցության հասունություն չկա, որպեսի դիմադրի այդ գայթակղությանը։ Բայց կարծում եմ դիմադրի այդ վատ վնասակար ազդեցությանը։ Բայց կարծում եմ հիմա ավելի լուրջ մարտահրավեր է մեզ համար այս նոր սինթետիկ թմրանյութերը, մետամֆետամինը, այդ տելեգրամյան ալիքները, որովհետև իմ մոտ նստած է պարությունա, որ մարդիկ համակերպվել են, որ այդ դրա դեմ պայքարել հնարավոր չի։ Հա, ասենք ես մեր շքամուտքում տարի 12-ից այդ վեճն է գնում, որ այս ինչն են ջարդել, այդ կլադերը որ դնում են, հա, ու գալիս ես տեսնում ես բանը բաց է, այդ հաշվիչների տուփը ուսոնց ջարջրթած վիճակ է, ասում են, հա դե գիշերը մեկ եկել է, բանը արե, բզբզացել է, որ գտնի։ Հա, ու կողքից էլ լսում ես, որ հիմա բոլոր շքամուտքերում այդ վիճակն է, գալիս են, պոկում են, ջարդում են, որտեղ չեն գտնում։ Բանի տակ են, այդ երևի լոմկի տակ են։ Այս վերջերս հետաքրքիր բան տեղի ունեցավ Մոսկվայում, հաղթանակի շքերթի հետ կապված, որ GPS-ը խլացրել էին,
բոլոր էլեկտրասյուների կողքերը փորել էին, որովհետև GPS-ով գտնել հնարավոր չէր, ասենք մոտավորապես գնացել էին փորձել գտնելու, էլի, բայց փաստը մնում է փաստ, որ տարեստարի ավելի ու ավելի զանգվածային է դառնում այս ախտահարումը եւ փոխարենը մենք պայքարենք, որովհետև դա բերում է, ասենք, մեր դեմոգրաֆիական վիճակի վատացմանը, մեր զորակոչային ռեսուրսի որակի անկմանը, իսկ հիվանդանոցում ոնց է վիճակը։ Դե իհարկե դիմելությունը վերջին իհարկե մի 7-8 տարիներին տեսանել էր, որ այդ նախ իրավիճակը փոխվեց, ասեմ ձեզ 10 թմրամիջով, որտեվ նախկինում մեր խորհրդային շրջանից մեր երկրում երկու խումբ էր տարածված թմրամիջոց, ոնց որ խորհրդային միության մնացած բոլոր երկրներում դա առաջինը մեր ասած կանաբինոիդներն էին, մարիխուանան, պլան այսպես կոչված։ Երկրորդ շատ տարածված նյութը դա քնաբեր կակաչից ստացվող ափիոններ, չէ, հաշիշը կանաբինոիդ է։ Ափիոններ, դա պասկասնից էր գալիս։ Ափիոնը, այո, դե Իրանից, այնտեղ Աֆղանստանից, Միջին Ասիայի միջոցով, եթե խորհրդային միության ժամանակատված ափիոնը հերոինը, որ դրա։ Այո, որից ստանում են հերոին, բժշկական մորֆիններ տարածված, երբ որ ոչ լեգալ ձեռք էին բերում բժշկական հաստատությունից, այս երկու խումբն ա եղել։ Մորֆին, հերոին, ափիոն, ացետիլացված ափիոն, սրանք քնաբեր կակաչի շարքն են, եւ կանեպից ստացվող թմրամիջոցները, մարիխուանա, հաշիշ, ընդ հաշիշի յուղ քիչ էր հանդիպում։ Իրավիճակը փոխվեց 2010 երևի 2-3 թվերից, երբ որ առաջին հերթին ի հայտ եկան սինթետիկ կանաբինոիդները։ Խոսքը վերաբերում է այդպես հավաքականորեն մենք իրանց անվանում ենք spice։ Դրանք գերազանցապես գործածում են իհարկե ծխելու միջոցով, դրանք THC-ից 10, 20, 30 անգամ ավելի ուժեղ ազդեցությամբ կանաբինոիդներ են սինթետիկ, որոնց մեկ անգամյա գործածում արդեն մինչև մահվան են հասցնում կամ ծանրագույն փսիխոտիկ խանգարում, այդ շարքի նյութերն էին։ Ու 2014 թվականին մեր ոստիկանության նախաձեռնությամբ մեր այդ արգելված նյութերի ցանկը մի քանի 100 նյութով ավելացվեց, որովհետև ու այդ նյութերը ասենց մի հատ հատկանշական բան կա, իրանք անդադ սինթեզվում էին։ Ասենք մեկը գտնում էին, ասենք եվրոպացիները, հիմնականում եվրոպացիները հայտնաբերում են, որ նոր նյութավոր հոգեներգործուն ազդեցությունի դնում են առաջին ցանկ են գցում արգելված նյութերի ցանկ, հետո մեկ էլ մի հատ էլ էին հնարում։ Սենց մի քանի 100 հատ սենց նյութեր, ու բայց ի պատիվ նաև իրավապահների մեր, հետո երևի հասարակությունը սկսեց վախենալ այդ նյութերից, որովհետև սենց իր գործածումը սկսեց պակասել ահագին ժամանակի ընթացքում, բայց դրանով փոխանելու եկան արդեն սինթետիկ հոգեխթանիչները, մասնավորապես մետամֆետամին կամ մեր ոչ գրական լեզվով ասած կրիստալը, նաև ամֆետամին իհարկե զուգահեռ հիմա Ռուսաստանում շատ տարածված է մեֆեդրոն, ցավոք սրտի վերջերս Հայաստանում վրա նկատելի այո մեֆեդրոնի ֆեն կա ինչ-որ ֆենտանիլ, թե ինչ։ Չէ, ֆենտանիլը, եթե ֆենտանիլի մասին ենք խոսում, ֆենտանիլը էլի օպիոիդ է, ափիոնատիպ նյութ է, բայց ինքը սինթետիկ ափիոնատիպ նյութ է, կարճատև ազդեցության, ինքը առավելապես հիմա շատ տարածված է ԱՄՆ-ում, շատ գերդոզավորումներ ունի։ Ֆենտանիլը ինքը բժշկական պրակտիկայում կիրառվող դեղամիջոց է, նարկոզի ժամանակ հիմնականում, որովհետև շատ լավ ցավազրկող է համարվում, բայց առանց բժշկի նշանակման ֆենտանիլի կիրառությունը այնա տեսնում ենք ԱՄՆ-ում գերդոզավորումից մահերի հիմնական մասը հենց ֆենտանիլի պատճառով է։ Եկել մահապատժի ժամանակ Ռուսաստանում էլ սկզբից։ Այո, առաջի բանը սկզբից։ Մեկ ինչ որ նկարանում են անում, այդ հեռախոսով տակը գրած է Չուվակ Պատվյանը։ Այսպես ֆենը ֆորնա ֆենը, հետո տենց դժվար է ֆենտանիլի մասին լինեն իրանք։ Հա, իրանց մոտ մի խորը մեֆ, ֆեն, ինչ որ տենց խառը։ Դե հիմա չկսենք ֆենտանիլ Հայաստանում գերազանցապես չկա, տենց ապօրինի շրջանառություն, լավ է որ չկա իհարկե, եթե չեմ սխալվում տարուկես առաջ էր պետական մաքսանենգությունը ահագին ֆենտանիլ հայտնաբերեց, երբ որ օդանավակայանում մաքսանենգության դեմ պայքարի վարչությունը Բեկի։ Ես հիշում եմ տենց բան, որ ահագին ֆենտանիլ հայտնաբերեցին ապօրինի, որ բերում են Հայաստան։ Հայաստանում գերազանցապես հիմա այդ մետադոնն է։ Չէ, մետադոնը ասում եմ։ Նոր նյութ այսպես ասած, մետամֆետամինն է, այսինքն սինթետիկ հոգեխթանիչներ, ամֆետամին եւ ցավոք սրտի նաեւ, բոլորը ցավոք սրտի նաեւ այդ մեֆեդրոնն արդեն սելի հայտ գալ ու նաեւ հա, մոռացա ասեմ, կատինոնային շատ ծանր, շատ վատ հոգեխթանիչ կա, էլի բացասական ծանրալուրջ լրջագույն ազդեցությամբ, խոսքը վերաբերում է ալֆա PVP-ին, որը էլի տենց երևում է որ կա Հայաստանում, մենք տեսնում ենք էլի որ կա։ Այս նյութերը ավելացան, այսինքն պատկերը մեր երկրում փոխվեց։ Հետո մի հատ ուրիշ շատ կարևոր հանգամանքեր կա, օրինակ նույն այդ
օպիոիդային թմրամիջոցները, որոնք էլի համարվում են ծանր, չէ, շատ ուժեղ կախվածություն առաջացնելու պոտենցիալը որոշված նյութեր, դրանք առավելապես այդ նյութերը բնորոշ են կրիմինալ աշխարհին։ Նու հիմնականում չեմ ասում բոլոր դեպքերում, բայց առավելապես բնորոշել ու օգտագործում են իրանց կողմից։ Ինչ որ չափում նաև մարիխուանա, եթե մենք հետ գնանք 10-20 տարի հետ, տենց էր։ Օպիոիդները առանց կրիմինալի դա չէր հայտնվում որևէ։ Հետո այդ գործածողներն էլ իրանք այդ աշխարհային ներկայացուցիչները եւ գործածողները եւ տարածողները բնականաբար։ Հիմա իրավիճակը լրիվ փոխվել է, որովհետեւ այս հոգեխթանիչ նյութերը արդեն, չէ, իրանք բնականաբար երիտասարդների կողմից հենց երիտասարդների կողմից պահանջարկ ունեն։ Իսկ այն զրույցները, որ պատտվում են, որ դպրոցներում են սկսել օգտագործել շատ երիտասարդ նույնիսկ աղջիկներ են նստած դրա վրա, ճիշտ է։ Դե ես մեկ-մեկ շատ ուռճացված եմ ներկայացնում իրական պատկերը, շատ ուռճացված, դե դպրոցներում պատկերացեք ոնց է հնչում դա։ Բայց իհարկե մենք ունեցել ենք, այո, անցյալ տարի մենք երկու աղջիկ պացիենտ ունեցանք, մեկը 15 տարեկան, մյուսը 16, ու դպրոցական հասակ էլի կարելի ասել, չնայած այդ երեխաներից դպրոց նորմալ չէին էլ գնում։ Այսինքն կարելի է այստեղից փաստել, որ դեռ աստեն հասանելի է դարձել, դե եթե աղջիկներին հասանելի է դարձել, բնական է որ տղաներին նույնպես հասանելի է դարձել։ Իհարկե դա դպրոցի ներսում դժվար իրականացվի այդ ամեն ինչը, դա դրսում է իրականացվում բնականաբար որտես վերջի դեպքն էլ չէ, մղճանի դպրոցում տեղ ունեցավ, իհարկե հիմա քննություն անթանում, բայց նույնիսկ եթե դա թմրամիջոց չի հանդիսացել այդ նյութի, ես չեմ կարող ասեմ կոնկրետ նախաքննությունը վերջում ցույց կտա ինչ ա եղել, ինքը երևույթ իրանով, երբ որ ավակ դասարանցիները 9-10 տարեկան երեխաների հետ ինչ որ մանիպուլյացիաներ են, դա արդեն նորմալ չի։ Ինքը երևույթը նորմալ չի։ Ես որ դպրոցական եմ, 82 թվականից ծնված եմ, ես որ դպրոցական եմ, ես չգիտեի թմրամիջոցը ինչ է, այտենց կինոներում տեսնում ենք, այն էլ բարձր դասաներում, երբ որ արդեն հասանելի էր արտասահման ֆիլմերն, օրինակ, չէ, ես ասենք թմրամիջոց, դու չէիր պատկերացնում դա ինչ է ընդհանրապես։ Գիտեիր վատ բան է, բայց չէիր պատկերացնում։ Հիմա այտենց համատարած բոլորը գիտեն։ Տելեգրամյան ալիքների հետ կապված ասեմ, որ ի պատիվ մեր իրավապահ մարմինների վերջերս սկսել են բացահայտել։ Վերջի գոնե 2 տարին ես գիտեմ շատ մեծ խմբեր են բացահայտել, նույնիսկ այտենց անդրազգային ասած չասեմ անդրազգային, բայց երբ որ կոնկրետ կազմակերպիչը եվրոպական միության երկրներից մեկում է, ընդեղից կազմակերպում ամեն ինչ այդ Հայաստանի շրջանառությունը, ուրիշ երկրում է, չեմ կարող ասենք կարացին բացահայտեն այդ մի խումբը, մի հատ խումբ էլ էս վերջերս էին բացահայտել, իրանք իրանց մեթոդներն են բացահայտել, բայց ուրախալի է որ արդեն սկսել են բայց հին անեկդոտ կար, ասում այդ ոնց է որ թմրամոլը կարողանում է գտնել վաճառողին, իսկ ոստիկանները չեն կարողանում։ Չէ, դե հիմա այս ժամանակակից տեխնոլոգիան դա հնարավորություն է տալիս, թե կրիպտոյի միջոցով, թե ամեն դեպքում հնարավոր է որ ասենք համապատասխան գործողությունը իրականացվի եւ դուրս գան ասենք վաճառողի կամ տարածողների վրա։ Ինձ մի անգամ մի հատ իրավապահ շատ ճիշտ ասաց մենք միշտ Միքայել հետ ենք։ Ասում եմ մենք գտնում ենք լուծում այս խնդրի, իրանք արդեն այդ ընթացքում ոնց որ IT ընկերությունը ոնց է բանա չէ անում, ռիլիզա տալիս 3 ամիսի մեկ։ Ինքը ասում է մենք սալացում ենք, մեկ էլ ասում է, մեկ էլ ճապ նոր բան։ Մեկ էլ սկսում ենք դրա վրա գտնել։ Գտնում ենք ինքը արդեն ունի հակակայլը, ինքը արդեն բայց այդտեղ մի հատ ուրիշ խնդիր կա, էլի ես միշտ դա է ինձ միշտ զարմացրել։ Հայաստանը աշխարհի ամենափակ սահմաններ ունեցող երկրներից մեկն է։ Թուրքիայի հետ սահմանը փակ է, Արաքս, Ադրբեջանի հետ սահմանը փակ է, Վրաստանի սահմանը ու ներքևը Իրանի հետ է այսքան ինչքան 35 կիլոմետր գիծ է, էլի Արաքս, մի հատ անցակետ։ Հա, ու հիմնականը ես ենթադրում եմ, որ տեղերը եւս տենց են գալիս, որովհետեւ ես լսել եմ, որ օրինակ թալիբները գործարաններ են դրել, հենց մետամֆետամինի, ասում են մենք այդ գյավուրներին վաճառենք, այդ Ալլահին հաջող հայլա։ Սիրիայում էլ նույնպես է։ Ներսում ասում են, եթե վաճառեցիր, մահապատիժ է, բայց թույլատրվում է լրիվ գործարանային պայմաններում արտադրել եւ արտահանել։ Միթե չկա այդ միջոցը, որպես այդ մի հատ անցակետը այնպես հսկվի,
որպեսզի չանցնի, Դե ասեմ։ որտեղ եթե անցավ, շատ դժվար է երկրում։ Հա, Դե հիշում ես մի անգամ 900 կիլոից ավել հերոին հերոին հայտնաբերել, բայց հայտնաբերել են որտեղ, հա, ասենք կոնտեյների մետաղական մասի տակի հատվածում, որտեղ հիշում եմ, ես ռենտգենը շատ դժվար է այդտեղ բան ցույց տալիս։ վրացի է վարորդն էլ։ Վարորդել վրացի էր, բեռնատարն էլ կարծեմ թուրքական համարներով բեռնատար էր, հա։ Դե դա տրանզիտի համար էր այդ։ Դե տրանզիտի համար կարող է մի մասը պիտի մնար այստեղ, բայց մի քանի տարի առաջ էլ բոլորը նես վերջերս Էկվադորից եկած բանաների մեջ հայտնաբերվեց մի տոննայից ավել կոկային, էլ իմացած լուրերով ուղղակի իտալացի մաքսանենգները չէին կարողացել ժամանակին հանեն 7 ավրոյում այդ կոնտեյների մեջից, դրա համար եկել է ասել էր Հայաստան։ Այդ Իտալիայի հարավում գտնվող մեծ կոնտեյներային բան կա, նավահանգիստ կա 7 ավրո Կալաբրայում է գտնվում։ Ու այնտեղ մաքսանենգությունը ամենամեծ բանն է, ներկայություն ունի, էլի։ Բայց ամեն դեպքում հարցը հետևյալն է, որ մենք նույնիսկ այսքան փոքր երկիր լինելով հանդերձ, հա, նույնիսկ ունենալով տեսականորեն շատ փոքր սպառում, միևնույնն է, ունենք այդ խնդիրը, ինչ ցույց է տալիս մի բան, որ կա համաշխարհային տենդենց, ասենք այս նարկոտիկները սպառումը ավելացնել, հա, եւ չի բացառում, որ դա բերի հասարակության եւ ընդհանրապես պետությունների ընդհանրապես դեգրադացիայի։ Սուրենը ճիշտ էր ասում, որ կան դու չես կարող համեմատվել օրինակ Ռուսաստանի հետ, որը Չինաստանի հետ ունի այսքան սահման, չգիտեմ, Ղազախստանի հետ ունի այսքան սահման եւ այլն։ Դու նկարագրում եմ 35 կիլոմետր գետա, որտեղով չես կարող դու մեծ մասշտաբների կատապուլտով ինչ-որ բան եթե շփոթես, վախտին ինչ մեզ անում էին գնդակներին, ծիոտներով բաներով, բայց են անում, ասեմ խնդիրն ինչի մաս, ես շատ առնչվում եմ մեր իրավապահ գործընկերների հետ, հատկապես ներքին գործերի նախարարության համապատասխան ստորաբաժանման, թմամչոցների դեմ պայքարի վարչության, դա իհարկե գործընկերային հարաբերություն է, բայց ընկերություններ են կանում առօրյայում, իրանք շատ են պատմում դրա մասին, ուրեմն Իրանի կողմից փշալար չկա, ցանկապատ չկա։ Մեր կողմից կա Արաքսի ափով, մեր կողմից ցանկապատ կա փշալարերով, արգելապատներ։ Բայց այդտեղ այդ փշալարը հենց ճանապարհի եզրով է գնում, էլի, որովհետև գետը հոսում է ճանապարհից 3 մետր այն կողմ։ Հա, այնտեղից այն կողմից չկա որևէ ցանկապատ։ Եվ շատ հեշտ է, իհարկե 35 կիլոմետր մենք ասում ենք, բայց 35 կիլոմետրը քիչ տարած չի։ Որ նայես այդ 35 կիլոմետրը պաշտպանելը, չէ, ամբողջ այդ գետի երկայնքով։ Հետո sense մի բան կասենք, պարտադիր չի բոլոր թմրամիջոցները հասցեատերերին հասնեն։ Ընդեղից այդ թմրամիջոցը մատակար ու ինքը սովորաբար մնում անհայտ ինչ-որ մեկը, մի հատ ինչ-որ գյուղացի օրինակ, մեկը, որ տենց այդ հատվածներում է բնակվում։ Պրոստը տեղ ասել են, այդտեղ շպրտել է կամ բերել դրել են, չգիտեմ։ Բայց ես համաձայն եմ իհարկե այդ մեծ հոսքի մեջ, երբ որ այդքան ֆուրեր են, չէ, անցնում, ասենք չգիտեմ, օրինակ կարանք բերենք, ինչ-որ պահածո է բերվում, մի ամբողջ ֆուր, մի հատ միլիտրանոց տարայի մեջ տեղերը դրած թմրամիջոցն է, դա գտնելը ահավոր բարդ է իրականում, հիմա մենք ինչքան էլ փորձենք, ասենք, ինչի չեմ բռնում, դե հարի բռնի, ոնց բռնես, դրա համար իհարկե ես ցես մի բան ասեմ, իհարկե վերջի գոնե ամիսներին եթե դուք նայեք, սենց ասեմ վերջի մի տարվա ընթացքում այդ տղաները մեր իրավապահ գործընկերներ անընդհատ այդ սահմանի վրա են, ես գիտեմ, միշտ տեղ են անընդհատ են, որ տուն չեն էլ գնում նույնիսկ 4-րդ վարչության թմրամիջոցների դեմ պայքարի վարչության աշխատակիցների մասին է խոսքը, ու վերջերս տեսել եք երևի իրանց ոստիկանության ներքին գործերի նախարարության բաներում, թե ինչքան է բացահայտվում կիլոներով, այս վերջերս 13 կիլոմետր սահմանին, հա, հենց սահմանին։ Իհարկե կարան հսկեն միջև գա հասնի, տեսնեն ում է փոխանցվում եւ այդ իրանց օպերատիվ միջոցառումները, չէ, կարան միանգամից չարգրավեն, այլ սպասեն տենան էսուր է գնում։ Բայց վերջում իհարկե արգրավեն։ Ազգանան անվտանգության ծառայությունը վերջերս էլի տենց ահագին սկսել է բացահայտել կիլոներով։ Այսինքն ոչ թե sense գրամով բանով, այլ կիլոներով։ Վերջերս բացահայտել են մոտ 1 ամիս առաջ էր, ուրեմն 3 կիլո մեթամֆետամին, 1 կիլո ացետիլացված ապիոն, մոտ 1 կիլո հերոին, sense խառը, մոտ 1 կիլո թե չեմ հիշում ինչքան մարիխուանա, այսինքն sense խառը, մի բանի մի փաթեթի մեջ, էլի։ Դե դրանք մեծ քանակներ են, որ եթե հայտնվեն մեր շտեվ շուկայում, դրանք լիքը մարդու կործանելու են իրականում։
Դե ամեն ինչ անում են, հիմա գիտեն, որ այդ իրանց կինոլոգիական ծառայություններն են զարգացնում շների։ Իսկ այն որ ծանրոցներով այն Subotex բան էին բերում, դա վերացավ, թե էլի Դե կա էլի, բայց դե հիմա այդ արդեն հա, այդ էլ ասել վերահսկվել, լավ, էլի հայտնաբերվում է, բայց եթե համեմատենք այդ Եվրոպայից եկող կամ Ռուսաստանից եկող քանակները, իհարկե Իրանից եկողը շատ ավելի շատ մեծ է, ու Իրանից գալիս է հենց մեթամֆետամին, այո, ճիշտ է։ Աֆղանստանը վերապրոֆիլավորվեց։ Ինքը առաջ հերոին մատակարարող երկիր է, չէ, հիմա հերոին էլի մնում է։ Բայց նաև տենց հա գործաներ են ստեղծել ու ես մեթամֆետամին են արտադրում, որ թալիբները էլի իրանց մտածելաձևը ասում են դե մենք չունենք ռեսուրսներ, եկեք արևմուտքի հաշվին միլիարդներ աշխատենք, գործարանները դնենք, նորմալ մաքուր, այսպես ասած դեղ տանք։ Այն ժամանակ նստած են հենց իրանք էին հիմնականում իրանց գումարը վաստակում էին հերոինի միջոցով, հիմա շուկայի ուսումնասիրություն են արել։ Պատկասը ճուստիկները պետք է։ Չէ, վերջ սեզոնային կախվածություն է, հա, արտադրությունը այդ կակաչը պետք է աճի։ Հա, իրանք այդ ամեն ինչը մշակում են մեծ քանակներ։ Մեծ քանակներ ունեն ահռելի ու ասում եմ հիմա տարեկան 1.5-ից 2 միլիարդ դոլար, այտենց մի հատ վերլուծություն էի կարդում Արևմտյան, թալիբները փող են վաստակում թմրանյութերի վաճառքից, այսօր Աֆղանստանի բյուջե գնում է այդ փողը, ասում են։ Դե Իրանը լինելով Աֆղանստանի ուղիղ սահմանակից բնական է որ ինչ-որ մի տարանցիկ ճանապարհ պետք է հանդիսանա, այնպես չի որ այդ սահմանը ամբողջությամբ վերահսկվում։ Իրանի իրական դեպի արևմուտք տանող ամենակարճ ճանապարհն Աֆղանստանից, եթե Միջին Ասիայով մենք պատկերացնենք, Միջին Ասիայով դեպի Ռուսաստան է գնում։ Միջին Ասիայում մեծ շատ մեծ շուկա կա, դա Ռուսաստանի դաշնությունն է, այնտեղ Ռուսաստանում Հայաստանի ամբողջ բնակչության չափ մենակ գրանցված թմրամոլ։ Ռուսաստանը այդ առումով շատ խայտարակ վիճակ է։ Վաճառելն էլ Աֆղանստանում մահապատիժ, Իրանում էլ մահապատիժ։ Հնարավոր է։ Շարիաթով են երկուսն էլ առաջնորդվում, շարիաթով թե Դե Իրանում թե ափյոնը ծխում են, խմում են, օգտագործում։ Ափյոն, հա, դե ավանդույթ է։ Իրանց ավանդույթների մեջ կա։ Հաշաշիններն են, չէ՞։ Ես նույնիսկ հիշում եմ, որ մի անգամ մի հատ տեսանյութ տեսա, երևի 15 տարի առաջ էր, հիմա որ փնտրեմ կարող եմ գտնեմ, երբ որ ինչ-որ գյուղական բնակավայր է, տենց սարերի վրա, ու ասենք պապին կամ կարող հայրն էր այդ բալիկի, չգիտեմ, երբ որ երեխան տենց լացում է, երեխա է 2-3 տարեկան, ասենք դաժե կարող 2 երևի, տենց երեխա լացում է, ասենք ինքը ներշնչում է այդ ափյոնի ծուխը, ու փչում երեխու վրա։ Հա, որ հանգստացնի, հանգստացնի, դա ասենք բայց վերադառնանք մեր տատիկները, պապիկները ոնց են կան բանի արաղի սպիրտի բանդերը չէ երեխեքի բերանի մեջ, հա, բան, որը նորմալ չի իհարկե, նորմալ չի, հիմա նրանք էլ են տենց էլ իրանց ալեն։ Բայց վերադառնանք մեր խնդիրների, փաստացի ունենք հստակ գիտական ապացուցված այդ վնասները, հա, վնասակարությունը, բայց ունենք նաև մյուս կողմից այս թաքուն, այս վերջերս էլ նույնիսկ բացահայտ գովազդը թեթև կոչված թմրամիջոցների, որ պատրաստում են օրինականացնել, որ դա ճիշտ ճանապարհ է, նույնիսկ չէ, նույնիսկ այն որ ազգային ժողովի նախագահ կոչվածը վերկացավ, ասաց, որ այս բանը կարող է օրինականացնել մոտակա ժամանակներս, բայց ամեն դեպքում փաստը, որ դա ունի խիստ արտահայտված եւ հստակ արտահայտված վնասակար ազդեցություն եւ մենք գնալով նույնիսկ թեթև կոչվող թմրամիջոցների օրինականացման ճանապարհով հասարակությանը կանգնեցնենք լուրջ սպառնալիքների առաջ։ Մի քիչ առաջ ասացինք, հա, դեմոգրաֆիան, զորակոչային ռեսուրսը, հա, գաղտնիք չի, որ ասենք ցանկացած այսպես կոմպակտ տղամարդ կոնտինգենտում դա կարող է արագ տարածում ստանալ, հա, դա կլինի կալանավայրերը, թե բանակը, թե այլ կոնտինգենտներ, դրա դեպը պետք է առնել։ Իդեպ կներես, ես լսել էի, որ բանակը հիմա սկսել է ուշադրություն դարձնել դրան, այսինքն ուղարկում են ստուգման։ Չեն ուղարկում, իրանք են իրականացնում իրանց մոտ։ Հա, այսինքն զորակոչի ժամանակ իրանք իրանց մոտ իրականացնում են հետազոտություններ։ Ուժային կառույցները սկսել են շատ մեծ ուշադրություն դարձնել, ասենք օրինակ ներքին գործերի նախարարության հետ կախվածությունների կենտրոնը պայմանագիր ունի, որ աշխատողին ուղարկում են, հա։ Այո, անպայման ատեստավորումից առաջ, ատեստավորման գործընթացից առաջ ներքին գործերի նախարարության աշխատակիցները, թե ԱԻՆ-ի, թե ոստիկանության գալիս են պարտադիր, գնում են պարտադիր կախվածությունների կենտրոն, հիմա գալիս են, չէ, արդեն գնում են կախվածությունների բուժման ազգային կենտրոն, որտեղ
հետազոտվում են թմրամիջոցների նկատմամբ ու ասեմ հայտնաբերումներ եղան իհարկե ու այդ մարդկանց շատ լավ է իհարկե շատ ողջունելի է որ միանգամից անմիջապես համակարգից հեռացնում են բացի որ հաշվառվում են միանգամից հեռացվում են բանը պաշտպանության նախարարություն գիտեմ որ արվում է դա ես իհարկե մանրամասնությունից ծանոթ չեմ դե փակ մնացած ուժային կառույցներում նու ընթացքի մեջ է ուզում են էլի սկսեն տենց իրականացնել մարիխուանայի հետ կապված լեգալիզացիայի հետ կապված ասեմ ուրեմն այդ խոսակցությունները 2-3 տարի առաջ էլ կային ու առնվազն 2-2.5-3 տարի առաջ կային իհարկե մենք մեր իրավապահ մարմինների ընդհանրապես ուժային կառույցների հետ միասին այսպես ասած հակազդեցինք դրան ու վերջերս էլ կառավարությունում քննարկում էր թմրամիջոցների դեմ պայքարի ռազմավարությունը, որը շատ լավ ռազմավարություն է, հանուն արդարության ասեմ, ներքին գործերի նախարարությունն է հեղինակը, մենք ու մնացած շահագրգիռ մենք նկատում ենք առողջապահությունը, մնացած շահագրգիռ գերատեսչություններն էլ իհարկե մասնակցել են այդ ռազմավարության մշակմանը, բայց ինքը ներքին գործերի նախարարության մշակածն է ու շատ առաջադեմ, շատ լավ ռազմավարություն է։ Հիմա այս առաջիկամ երևի կհաստատվի Երևի ապրիլի սկիզբներ, եթե չեմ սխալվում, վարչապետի գլխավորությամբ տեղ ունեցավ քննարկում, ռազմավարության քննարկումներ ու միանշանակ կառավարության բոլոր անդամները վարչապետի գլխավորությամբ բոլորն էլ ասացին, որ մարիխուանայի լեգալիզացիայի մասին չի կարող խոսակցություն գնալ։ Ուզում եմ ասել, որ ամեն դեպքում այն զրույցները, որոնք կան, իրական տակահող չունեն։ Հա, ես կարծում եմ դե հիմա ամեն մեկը կարա իր կարծիքն ունենա, բայց թե առողջապահական բլոկը, թե իրավապահ բլոկը իհարկե կողմնակից չի դրան եւ դեմ է արտահայտվել։ Միշտ էլ ես կարծում եմ հետագայում էլ դեմ կարտահայտվենք նման նախաձեռնություններին։ Իսկ հարց, օրինակ այդ ռազմավարությունը, որ ասում ես, էլի, ես բացի ինչ որ տակը որևէ ռեալ աշխատանք չենթադրող բաներից հələ որ չեմ տեսել կամ գուցե տպավորությունը մակերեսային է այդ սեմինարներ ու թմրանյութ օգտագործելը շատ վատ է ես իմիջ դրանից բացի ինչ արվում իրականում հենց այդ է խնդիր եղել միջև հիմա բայց ես վստահ եմ որ այդ առումով ներքին գործերի նախարարությունը շատ հետևողական է ախր դա ներքին գործերի նախարարության անալիքը չի ինքը հետևանքի դեպքում մնացած գերատեսչությունների հետ կապված կոնկրետ թիրախներ է դրված 25-ից 28 թվերի ռազմավարությունը ամեն մի գերատեսչության կամ ամեն մի ուղղության առումով թիրախներ է դրված այդ թիրախները պետք է հասնեն ուզեն չուզեն հիմա նույն առողջապահության առումով թիրախ կա չէ կամ նույն կրթական հաստատություններում կոնկրետ ինչ-որ թմրամիջոցների վնասների վերաբերյալ իրազեկում իրականացնելու ազգաբնակության շրջանում լրջագույն ոչ թե միանվագ ինչ-որ ակցիաներով, չէ, օրինակ մի հատ պլակատ է խփում պատին թմրամիջոցները վնասեն, դա ոչ մեկի դա մը խնդրում են ասում են գնում ռոլիկների տեսանյութերով եւ այլն Իհարկե ու էտա ես բարձ ասեմ որ իրականում թմրամիջոցների դեմ արդյունավետ պայքարի միակ ու ամենաարդյունավետ եղանակը դա մարդկանց կրթական մակարդակի բարձրացումն է ու թմրամիջոցների վնասների վերաբերյալ հիմնավոր գիտելիքների տրամադրումը իրազեկում մի խոսքով իրազեկում բայց այդ իրազեկում պետք է շատ հիմնավոր լինի պետք է շատ որտեղ տղա ջան Բալիկ ջան Բալիկ ջան շատ վտանգավոր բան է նարկոտիկը ինչ վտանգավոր բան գնում է կինո է նայում կամ չգիտեմ կինո է նայում տենում է քաշեց քիթը օրինակ ես հիմա ֆիլմերն ու մնացած ամենը մենակ ֆիլմերը չամենը շատ հասանելի համացանցում երեխաներին դեռահասներին չձևավորված մտածելակերպ ունեցող մարդ այդ հələ մեծերն են գնում անում բա երեխեք ինչքան բան կան ու այդ չի կարելի պրոստը այսօր ինքը այդ կարող է մեր ժամանակ ինքը աշխատում էր չի կարելի բան չէ ասենք կամ այս սովետական պլակատները չէ չի կարելի միշտ եղել է այն արխիված պտուղը ավելի քաղցրի տարբերակ հիմա միայն գիտելիք տղա ջան այս որ օրինակ սա օգտագործես մեռնել ես ու այս պատճառով ես մեռնելու դու որովհետև գնալու քո գլխի եղես ինչ շնչական կենտրոնի վրա ազդի օրինակի համար ու դու մահանալու ես ու խեղդվելով ես մահանալու այնա իսկ այ քո գործունեության կոպիտ անջում բայց էտա քո փորձի պայմաններում օրինակ տեսնում ես մի հատ երիտասարդի ֆիքսում ես ինքը չի տակա օրինակ բերել են հա մեր կենտրոն հա իհարկե դա վիզուալ քո աշխատանքային փորձը բերում է նրան որ մենակ ես չէ դա մեր կենտրոնի կախվածությունների կենտրոնի բժիշկները մասնագետները իհարկե այդ հմտություններ ունեն իսկ օրինակ մետամֆետամինի տակա ոնց ես հասկանում
մետամֆետամինի ազդեցությամբ, ասենք հենց այդ գործածած վիճակում, դե աժիտացիա լինում որոշակի ակտիվություն, այսինքն աժիտացիան ո՞րն է։ այսինքն շարժունական անընդհատ ինչ-որ շարժում է, ժեստեր, ինքը նույնիսկ եթե փորձում է, այտենց հանգիստ չի ստացվում, մատներն է շարժում։ բբերն է լայնացած լինում, դա շատ կարևոր է, այսպես ուղիղ հատկանիշ։ Ի տարբերություն օպիոիդների, օրինակ օպիոիդների դեպքում հերոին գործածած վիճակում բբերը նեղացած, ասենց ասեղի դու որ նայում ես մարդուն, դու չես հասկանում ինչա կատարում, բայց իր աշկերը փոխված են։ Բայց եթե դու բժիշկ ես, դու ֆիքսում ես, այսինքն եղջերաթաղանթները ինչ որ տարօրինակ մեծ են, թեև լույս է։ Մթի մեջ է, լույսի մեջ է, այսինքն բբերը նեղացած են, բբերի ռեակցիան դանդաղացա, նեղացած են։ Իսկ բանը հակառակը, հա, Հոգեխթանիշների դեպքում հակառակն է։ Մարիխուանայի դեպքում շատ յուրահատուկ է բանը, եղջերաթաղանթների կարմրությունն է, օրինակ, հայացքի ժամանակ։ Ու դա ծիծաղկոտություն բան։ Օպիոիդների դեպքում օպիոիդները ավելի շատ հանգիստ վիճակ են առաջացնում, նույնիսկ կարա ասած մակերեսային քնի վիճակ առաջանա, երբ որ աչքերը փակում է, այտենց դրան իրանք չասեմ ինչ բառ են ասում, այսինքն ինչ վատ բառ չի, բայց չասեմ իմ, էլի ոչ գրական կիմարիտ են ասում դրան։ Խումար։ Օպիոիդ գործածողները մետամֆետամինի կամ հոգեխթանիշների դեպքում այդ նշանները չեն լինում։ Հակառակն է լրիվ։ Դրա համար էլ դուք օրինակ դրա համար էլ ասենք օրինակ կլուբերում, ակումբներում, բարային հատկացում դու չես տենա հերոին։ Քնելու տեղը չէ, այնտեղ պետք է չէ, ասենք դրա համար այնտեղ հոգեխթանիշներ, նաև կոկային իհարկե, կոկայինը էլ հոգեխթանիշ է, բնական ծագման ծանր թմրամիջոց էլի։ Իդեպ ասում են գերմանացիք են, հա, ստեղծել ու երկրորդ աշխարհամարտի ժամանակ, չէ, ամֆետամինը, տանկիստները օրերով տենց քշում էին, ասում են տենց բանը, այսինքն աշկերը ողջուց, տենց օգտագործվել են։ Նույն բայց հետո ասում են բանը, հա, օրերով քնում է այդ մարդը։ Դե հետո երբ որ ինքը ազդեցություն կենսական ռեսուրսներ որ սպառվում օրգանիզմը։ Օրինակ ես երբ որ շատ յուրահատուկ մի հատ բան եմ նկատել, երբ որ ես ինքս էլ երբեմն ժամանցի վարել, նու հիմա չէ, բայց նախկինում երբեմն գնում էի։ Ուրեմն դու տենում ես ու մասնագետի հայացքով սկսում է ռենտգեն անել, գերայինի տակը։ Շատ ակտիվ պարողներ ես տեսնում, հաճախ, որոնք ալկոհոլ չեն գործածում։ Հիմա նայեք, երբ որ քեֆ է, ուրախություն է, ինչ-որ միջոցառում է, պարային ինչ-որ վայր է, մենք սովորություն ենք, որ տեսնենք, որ տվյալ անձը ալկոհոլ է գործածում զուգահեռ։ Չէ, իր սեղանին, բայց դու տենում ես, որ այդ մարդը ինչ-որ ձեռը ջրի շիշ է, մաքուր ջրի շիշ։ Բայց պարմանեց ոնց որ մի շիշ հենց նոր արագ։ Դա ինչի համար է իրականում։ Այդ ջուրը դրա համար է, որ ինքը օրգանիզմը ջրազրկվում է այդ ակտիվությունից ու ինքը ջրի պահանջ է ունենում։ Ու այդ սիտուացիայում ալկոհոլ պետք չի, եթե ինքը այտենց հաճախ երբեմն նույնիսկ տարօրինակ ինչ-որ շարժումներով, ինչ-որ ոչ սինխրոն շարժումներով ապարող մարդը, որի ձեռքը ջուր է։ Այսինքն կարանք ասենք, որ այս վերջին իրավապահների ներխուժումները այդ ակումբներ տեղին էին։ Այն որ ասում էին, հիշում ես աղմկեր բարձրացել, որ ես չեմ կարող ասել չէ, դե հայտնաբերում ուժի կիրառման հետ կապված չէ, ուժի կիրառմանի հարցը չէ։ Բայց իհարկե դա արդարացված էր միանշան 2 տարի առաջ։ Հա, որտեվ մի շարք տենց ակումբներ մտան փակեցին։ Իրականում այդ ուժի պահը ես էլի կրկնեմ չեմ կարող։ Չէ, հարցը ուժի չի։ Ուժը ես դատապարտում եմ, բայց երբ որ գնում ես արդեն սպառման վայրում, հա, նշանակում է դու կռիվը պարտվել ես։ Հա, դե դրա համար հիմա այդ տեսեք ասում վայրը այդ պատկերացա մի մատակարար եւ 1000 սպառում, հա։ Դու գնում ես այդ 1000-ից դրա համար հիմա սահման են աշխատում, էլի։ Դու գնում ես այդ 1000-ից մեկին։ Հա։ Այդ հələ էլի 999-ը պետք է գնաս։ Այս այն դեպքը չի, որ դու սպառողին բռնեցիր, ինքը այսպես ասած սպառողը զոհ է, վաճառողին ինքը չի տեսնում ծախի վաճառողին։ Իրականում այո, սպառողը հացը շղթայի ամենա ոնց որ խոցված արդեն հենց զոհն է սպառողը։ Բայց այդ հացը շղթան պետք է կոտրել հնարավորինս այդ ինքը չի տեսնում աղբյուրին ավելի մոտ վաճառողին ինքը չի տեսնում դե հիմա ներքին գործերի նախարարությունն ազգային անվտանգության ծառայությունն մաքսանենգությունն էլ ում հետ ես իմ աշխատանքիմ նաև քննչական կոմիտեն իրանց հիմնական այսպես ասած ուշադրությունը չէ հիմնական չէ ստեղել են ուշադրիչ բայց իհարկե հիմնական ուշադրությունը սահմանն է ու սահմանից չթույլատրելը որ անցնեն ու շատ բռնում են, եթե ես հիմա չգիտեմ դուք տեսել եք թե չէ, շատ կիլոներով, տասնյակ կիլոներով, ասենք, զարմանում էլ ես այդքան։ Բայց այդ շատ մեծ բան է իրական, այդ չգիտեմ 13 կիլո մետամֆետամինը կամ էս վերջի բռնած 3 կիլոն, որ ես նույնիսկ ֆոտոներով եմ, դե ֆոտոները կա դες։
այդ 3 կիլոն դուք պատկերացրեք քանի հոգ էր կործանելու մետամֆետամինը։ Մենակ մետամֆետամինը։ Իսկ այս, հա, դրա հետ միասին տես ուրիշ խոսակցություն էլ կա, հա, տեխնիկական կանեպը, որը որ տևական ժամանակ այդ տեխնիկական կանեպի խոսակցություն գնում, ընդ որում պետք է ասել, որ նույն տեխնիկական կանեպը ինքը շատ արժեքավոր մշակաբույս է։ Հա, որը ձախողեց այդ պրոյեկտը։ պրոյեկտ չի, ինքը իրականում գյուղատնտեսական մեծ նշանակություն ունի, որտեղ էլի ինքը նախ բիո զանգվածը, որը որ կարող գեներացում, որը որ արտադրվում է սեզոնի ընթացքում, ավելին է, քան այլ մշակաբույսերը։ Ինքը լուրջ գյուղատնտեսական կուլտուրա դառնալու հնարավորություն ունի։ Իհարկե խոսակցություններ գնում նաև այդ սերմի սերմացուի վրա վերահսկողության։ Բայց վայրենանալու հարցը չի, հա, 10 սերմից մեկը կարող է լինի ոչ տեխնիկական կանեպ, հա, եւ այստեղ հենց մշակաբույսերը հենց ցանքսատարածության եւ այլն ամեն ինչի վրա վերահսկողության լուրջ խնդիր կա, բայց մնացել ենք այն երևի 5 տարի կամ 7 տարի առաջվա խոսակցությունների մակարդակի ոչ միտեղ չի գնացել։ Այսօր չգիտեմ ինչ որ մեկին, որ տեխնիկական կանեպ պատճառելու լիցենզիա է ստացել։ Ես ասեմ, իրականում մի քանի բան կա ստեղծել, որտեղ ես այդ ամեն ինչից շատ լավ տեղեկացված եմ։ Նախ WHO առողջապահության համաշխարհային կազմակերպության ամեն ինչ սկսեց նրանից, որ ասեմ ձեզ, փաստաթղթային իմաստով, այսինքն ոնց է առողջապահության համաշխարհային կազմակերպության գլխավոր քարտուղարը նամակ էր ուղղել ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարին, որպեսզի միջազգային վերահսկողությունից հանվեն մինչև 0.2% THC, ազդող նյութն է, դա հոգեակտիվ նյութն է, THC պահանջող կանեփաբույսը ընդհանրապես միջազգային վերահսկողություն ցանվի ու ես համաձայն եմ հիմա եթե այդ մարդը մշակա այդ բույսը կարապիտանի գյուղատնտեսություն, ես չեմ կարող գնահատեմ օրինակ Ծիրանի այգին լավ տարբերակ խաղողի այգին դե տեխնիկական կանեպ թե տեխնիկական կանեպ ես դա չեմ կարող դրա գնահատական տամ որովհետև գյուղատնտես չեմ բայց կային ստեղ ինչ որ ես հիշում եմ մի մարդ էր եկել որը 2019 կամ 20 թիվներ որը ստե ինչ որ տարածքներ էր վերցրել ցանել հետո իրավապահները ուշ էին իմացել դրա մասին գնացել էին բռնել էին բարել էին հələ Կարեն Կարապետյանի վաղ ժամանակ էր այդ մի մարդ ես չգիտեմ իր օգուտները ես չեմ կարող ասեմ թե ինքը ինչքանով կարող օգուտ տա կարծեմ այդ մարդը 4 տեղ էր տա չեմ հիշում հիմա չեմ ուզում էլի սխալված լինեմ բայց դա մի հատ շատ կարևոր հանգամանք կա որ այդ լիցենզիան որը ես բարձրաձայնել եմ իհարկե ժամանակին առողջապահության նախարարությունը որ այդ լիցենզիան կանեպ տեխնիկական կանեպ պատճառում տրամադրում առողջապահության նախարարությունը դա ասենք անիմաստ բան է դառնում ասենք առողջապահության նախարարությունը ի՞նչ կապ ունի գյուղատնտեսության հետ հա ու ես մնացած հարցերով ես հիմա ինքը եթե իհարկե դա տեխնիկական կանեպ հա դա ես ինչքան իշխան պետքա վերահսկվեր մեր իրավապահների կողմից այդ ամբողջ պրոցեսը եթե ինքը Սուտ տեխնիկական կանեպ է, ինչ ուզում են թողան է, որտեղ այդ նյութը վտանգավոր չի մարդու առողջության։ Հա ոնց որ կվասից ու կեֆիրից չես կարող հարբել, էլի այդ նույն բույսից հնարավոր չի այնքան ծխել, բայց եթե դա իրականում այդ իմ ասած քանակն է պարունակում, էլի 0.2% կամ կարծեմ 0.2 էր կարծեմ։ Բայց հետ գանք մի հատ նախքին եթե թեմային։ Այն որ ասում ես պետքա բոլոր կառույցները ամեն մեկը իր տեղում աշխատի, հա, այս թմրանյութերի տարածումը կանխելու համար կամ նվազեցնելու։ Դու ինքդ քո տեղում ես։ Օրինակ, եղերա զգացողություն, որ օրինակ այդ քո բաները ուղղորդումները տեղ են հասել։ Ուղղորդումները բերում են երիտասարդ տղայի կամ աղջկա։ Եղելա, նստես թե կամ ձերոնք ասեն գիտես խոսքով բուժել չի լինում չէ բուժեն բայց հետո անգլերեն ասած success story ունենակ որ վաչիկը բուժումը հաջողված լինի բուժումը հաջողված նման դեպքեր իսկ աշխատում է ձեր այդ խորհուրդները չէ միանշանակ հատկապես դա հիմա էլի կասեն բարձենում հա 2019-20 թվականից իրականում կախվածությունների կենտրոնում աննախադեպ փոփոխություններ իրականացվեցին դա շենքային պայմաններից սկսած դա մի կողմ այնտեղ կադրային բազմաթիվ փոփոխություններ նոր ծառայությունների ներդրում ընդհանրապես մոտեցումների փոփոխություն տեղ ունեցավ հանցագործի փոխարեն բուժարու որպես պետք է արդեն դրանց սկսել չեմ ուզում ես բարձրանամ որ դա իմ ժամանակ է սկսվել
բայց միջև դե կար այդ արդեն, որտեվ ասենք աշխարհը զարգանում է, այդ մարդուն թմրամոլ նարկոման ասել էլ տեղին չի, բայց իհարկե վերջի 5 տարիներին դա առավել արտահայտված էր։ Ու հա, իրականում հա, մենք սոցիալ հոգեբանական, որտեվ կախվածությունների բուժում առանց սոցիալ հոգեբանական կոմպոնենտի անհնար է ուղղակի։ Այսինքն մենակ դեղորայքային եղանակով բուժելը դա անհնար է իհարկե։ Բազմաթիվ փոփոխություններ արեցինք, որը իհարկե բերեց բուժման արդյունավետության ու հետագա ախտադադարի բուժման արդյունավետության բարձրացման ու հետագա ախտադադարի տևողության մեծացմանը։ Ու ամեն ինչ արվում է իրականում, դե նայեք, ասենք, եթե տրամաբանությունը ոնց է, ինչքան շուտ բերեն հարազատները, այնքան իհարկե հեշտ է։ Իհարկե միանշանակ վաղ փուլերում շատ ավելի հեշտ է, քան Բացի դրանից անդառնալի ախտահարումն չկա արդեն։ Իսկ հիմնականում իրենք իրանց ոտքով են գալիս, թե համոզում են հարազատները, բերում են, ասում են դոկտոր ջան, հետը խոսացեք։ Առավելապես մեր պաթոլոգիան այնց է, ու սաղ աշխարհում այդպես չի, որ շատ քիչ անում, որ այդպես մենակ վերկենա գա։ Սովորաբար հարազատները, ինքնական, ընտանիքի անդամները լինում է շատ հաճախ ընկերները, ասենք իր ընկերական շրջապատն է վերցնում համոզում բերում, բայց նենց որ մարդը ոչ հաժարական կամ ինչ որ հարկադիր բուժում ստանա, այդպես բան չկա։ Դա լինում է, երբ որ այդ վաղ փուլերի հետ կապված չէ, երբ որ արդեն բավականին երկար ժամանակ գործածում են, այդպես ինչ որ մեծ քանակներով եւ այլն, շատ հավանական է քրոնիկական ինչ որ փսիխոզի առաջացում կամ սուր փսիխոզի, այդ ժամանակ այդ պացիենտին մեր մոտ բերելը դատարանի վճռով, չէ, մեր մոտ չէ, արդեն եթե իրական վրճագում փսիխոզիկ հոգեախտաբանական լուրջ խնդիրներ կա, այդ մարդուն մենք չենք կարող պայենք, որտեղ հոգեկան առողջության չենք, արդեն իրան տեղափոխում են հոգեկան առողջության կենտրոն, իհարկե թե անհրաժեշտ է լինում մեր մասնագետ, մեր նախկին կենտրոնի մասնագետներից ինչ որ մեկ այցել էր եւ տեղում կոնսուլտացիա արվեր, օգներ բուժում, զուգահեռ բուժում բան, ասենք, դա արվում է։ Կամ այդ պացիենտը այդ սուր վիճակի կոմպենսացիայից հետո կարող է գար բուժումը շարունակել մեր մոտ եւ այլն։ Տարբեր են իրավիճակները։ Ինչ խորհուրդ կտաս մարդկանց, ում շրջապատում ցավոք ում հարազատը գուցե կամ ընկերը այ ման խնդիր ունի, ինչ անեն, ոնց անեն։ Ես միշտ ասել եմ, որ թմրամիջոց ընդհանրապես կախվածություն ունեցող մարդու, եթե արդեն կախվածության համախտանիշ է ձևավորվել անձի մոտ, նման իրավիճակում ընդհանրապես ճնշումներ գործադրելը, ինչ-որ մեղադրանքները, ծեծու ջարդը, հաճախ ես կարամ դաժե օրինակ նույնիսկ օրինակ հիշեմ, երբ որ հայրը տղային կապել էր պատվալում ռադիատրից, որ ասենք, բայց դա օգուտ չի տալիս էլի, պետք է հասկանան մեր հայրենակիցները, որ նման մեթոդներով ավելի են օտարացնում անձին ու ինքը պարզապես տնից գնում է, կամ ասենք այդ նույն ընկերական շրջապատերից սկսում է շփվել ու իր կործանման գործընթացը, թե հոգեպես թե ֆիզիկապես ավելի արագանում։ Դրա համար մերժելու փոխարեն պետք է օգնել։ Այո, դրա համար պետք է մի քիչ ավելի հասկանալով, որ դա ցավոտ է, դա դաժան գործընթաց է ու դժվար է շատ դիմանալ այդ վիճակին, այո։ Այնուհետև պետք է հասկանալ, որ պետք է համբերատարորեն այդ մարդուն համոզել, շատ ընկերական, շատ ցիվիլ, եթե մի անգամ չի օգնում այդ մեկ անգամ եւս, հա, ու շատ ազդում է մեր պացիենտների դեպքում այդքան մերձավորները չեն ազդեցություն, որովհետեւ ընտանիքի անդամները սովորաբար իրավիճակներում քիչ ազդեցություն են ունենում, ու պայմանավորված բազմաթիվ հարցերով։ Արդեն այդ ազդեցության քչությամբ կարող պայմանավորված լինի նաև թմրամոլությունը։ Բայց մեր պացիենտների մոտ կախվածություն ունեցող մարդկանց վրա շատ լավ ազդում են այն մարդիկ, ովքեր իրանց համար ինչ որ որոշակի հեղինակություն են հանդիսացել կամ հանդիսանում են։ Այսինքն հիմա չգիտեմ, օրինակ գնդապետ հոր եղբայրը կամ քերին, չգիտեմ, ասենք փողոցի լավ տղեն օրինակ, հա, փողոցի, հա, էլի, սենց էլի, կամ օրինակ դասախոսը, չգիտեմ, էլի։ Այսինքն ամեն մեկի դեպքում մի հատ ինչ-որ հեղինակություն կա, չէ՞։ Նման մարդիկ իհարկե շատ ավելի հեշտ են համոզում եւ ավելի ազդեցիկ են։ Ու խորհուրդ կտամ ընդհանրապես չփորձել թմրամիջոցներ զերծ մնալ, դա կլինի թեթև թմրամիջոց, թե ծանր։ Այս հարցում թեթևը չկա։ Այո, հեռու մնացեք թմրանյութերից, մնացեք օյախ, ստապ, մնացեք ստապ, սպորտով զբաղվեք, ձևավորեք առողջ կենսակերպ։ Դու հավատում ես, բացիկ լսել են։ Բայց հիմա ասած իրականում ես նկատել եմ, որ մեր երիտասարդները սկսել են սպորտի գնալ։
Ինչ-որ Էդ էլ մոդա է դա։ Թմրանյութ, բայց մի բան էլ էդ պիտի էլ ասենք։ ես օրինակ որպես կներես մարզվող մարդ, քեզ կարամ հստակ ասեմ, որ դա էլ է կախվածություն Այո, առաջացնում, բայց- դա էլ է էնդորֆինների Էնդորֆինները արի սինթեզի վրա ազդում է, ոչ միայն ու որ չեմ զբաղվում։ դրական միջնորդանյութերի, դրական միջնորդանյութերի։ Այո։ Շատ Բան էի ուզում ասել, ասա։ Զենքի թույլտվություն ձեռք բերելու համար պետք է թմրամիջոցներից անկախ լինես։ Այո։ Կախվածություն պետք է Այո, չունենաս։ անպայման հետազոտվում են, Այո, անպայման հետազոտում։ Բժշկի կողմից նաև լաբորատորիայում։ Եզրակացությունը, այո։ Հերո մնացեք, լավագույն դեպքում խմեք վիսկի, կոնյակ, քիչ։ բրենդի քիչ, հաճելի երաժշտության տակ երեկոյան Հաճելի մի միջավայր։ 100 գրամ։ Շնորհակալություն Սուրեն ջան, Ես եմ շատ շնորհակալ, հետաքրքիր զրույցի շնորհակալություն համար։ Արմեն ջան, շնորհակալություն Ավետիք Շատ ջան։ հաճելի էր։ Ես եմ շնորհակալ։ Այսքանով ավարտենք, Զորաձրույցների եթերում։ հաջողություն։